Շաբաթ 8 նոյեմբեր 2025-ի երեկոյան Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքը նորին սուրբոձություն դեր արամարաչին վեապար հայրաբեդին քաղաքալության 30-ամյակին առիթով ճաշկերույթ մգազմագերբեց ներգայությամբ մեծ թիվով հայորդիներու։ Վեապար հայրաբեդին գողքին ճաշկերույթին ներգային արեմբնյան հայոց թեմի առաջնորդ կերաշնոր դեր քեղամարքեպիսկոպոս Խաչերյան, կերաշնոր դեր Տորկոմ արքեպիսկոպոս Տոնոյան, կերաշնոր դեր Դաջատ եպիսկոպոս Աշիկյան, միապան հայրեր, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցվո հոգևոր հովիվը, ազգային կենտրոնական վարչության քաղաքական ժողովի համահատենապետները, նույն ժողովին անդամները, Հոյիտա բյուրոյի եւ Դեղվին կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներ, թեմի ազգային իշխանության եւ եկեղեցվո հոգապարծության անդամներ եւ գազագերբություններու ու միություններու ներկայացուցիչներ։ Օրվան անտիսավարներն Անորեկ Մեկջան, կեարվեստական Գոգիկ Հայդակրենիետ, հաջորդապար խոսքարին եկեղեցվո հոգապարծության ադենաբեդ Մաթեոս Սենեկերիմյան, եկեղեցվո հոգևոր հովիվ արժանապատիվ դեր Արցախ Քահանա եւ առաջնորդ Սրբազան հայր քեղամարքեպիսկոպոս Խաչերյան։ Վեապար դեր որդիական չերմ սիրով բարի կալուստ կմաղթենք ցեզի Սան Ֆրանցիսկո։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցվո մեծ ընտանիքին անունով գշնորհավորենք ձեր քաղաքալության 30-ամյակը, բարեմաղթանքով իր խոսքը սկսավ ադենաբեդը։ Շարունակելով իր խոսքը անեսավ, վերջին 3 տասնամյակներու մասին մտածելով ձեր աստվածահաճո ու ասկոկուտ քաղաքալությունը կարելի է բնորոշել հետևյալ բառերով՝ հավատք եւ ծառայություն։ Անսասան հավատք մեր Տիրոջ հանդեպ եւ աննահանջ ծառայություն հայ արաքելական եկեղեցվո ու հայ ազգին։ Վեապար դեր հովավետական ձեր այցելությունը արիթ հանդիսացավ անգամ եւս լսելու ձեր հայրապետական պատկամները եւ ստանալու ձեր օրհնությունը։ Այսօր ավելի քան երբեք գարիք ունենք ձեր հայրական խրատներուն ու ցուցմունքներուն, երբ մեր հայրենիքը, սփյուռքը եւ ընդհանրապես հայ աշխարհը բազմաթիվ վտանգներ ու մարտահրավերներ կդիմակրավեն։ Աբա խոսքարավ եկեղեցվո հոգևոր հովիվը անսավ այս օրը եւ շաբաթավերջը պատմական է համայնքին համար եւ միաժամանակ անգյունաթարցային մեր ազգին համար։ Նույնպես կհավատանք, որ մեր ազգի ազնիվ հայորդիները հագարակ մեր առջև բացվող ամենօրյա բազմաթիվ վտանգավոր մարտահրավերներուն գիտեն համախմբվել Մայր Սուրբ եկեղեցվո հոգադար թևերուն տակ։ Հուսք առաջնորդ Սրբազան հայրը ներկաներուն սրդի տարկմանը հանդիսանալով իր խոսքը ուղեց նորին սրբության, շեշտելով. Վեապար դեր մեր շրջան ձեր այցելություններով դուք արևմտյան թեմի բոլոր համայնքները հրավիրեցիք առողջ ու ներդաշնակ կյանքով ապրելու ծնծությամբ եւ զանոնք զորացուցիք անոնց բարեբաշխության ու ծառայական աշխատանքներու մեջ։ Մեր մեծ ձեր ներշնչող ներկայությամբ մեր համայնքները կնորոգեն ուժ եւ կբազմապատկեն գորով։ Վստահ ենք, որ Սան Ֆրանցիսկոյի մեր սիրելի համայնքը եւս առավելագույն չափով կոդեբնթվեցավ ձեր ներկայությամբ եւ ձեր հայրապետական հորդորներով անպիտի վերագազմագերբե իր կյանքը եւ դառնա հայկական ավելի հզոր ներկայություն Սան Ֆրանցիսկոյի այս գեղադեսիլ ափերուն։ Աբա իր հայրապետական վատկամը ուղեց վեհապար հայրապետը, ան առավելապար անդրադարձավ Մեծիդան Գիլիգիո գաթողիկոսության առաքելության եւ հատկապես Անտիլիասի մայրավանքի մեջ կատարվող հսկա աշխատանքին։ Վեհապար դերը ասավ. Մենք հերու ենք մեր մասին կարոշություն կատարել է։ Մեր գործն է, որ գխոսի մեր կատարած հսկա աշխատանքի մասին։ Մեծիդան Գիլիգիո գաթողիկոսությունը ջարակայթող ներկայություն է հայ կյանքի մեջ, զանազան մարզերը ներս իր կատարած աշխատանքով։ Հայրապետը նաև անդրադարձավ հառաջիկա դարիներուն կատարվելիք աշխատանքներուն առաջնահերթությանց, հատկապես շեշտելով մարդուժի պատրաստության եւ սփյուռքի վերագազմագերման հրամայականը։ Անդրադառնալով Հայաստանի մեջ տիրող գացության ասավ. ժամանակագից պատմության ճակատագրական հանգրվանին կգտնվի Հայաստանը ներքին բևեռացումներով եւ անորոշությամբ տիրապետված։ Մեր տեսակետը այս գծով զանազան առիթներով հայտնած ենք։ Անհրաժեշտ է Հայաստանը դուրս բերել ներկա վտանգալից զգացութենեն, համախմբվելով մեր գառույցներուն շուրջ եւ ամրապնդելով մեր ազգին միասնականությունը։ Երեգոն իր ավարտին ասավ Գիլիգյան օրհներկի եւ Գիլիգյան ուխտի հայրապետական մաղթերքի երկեցողությամբ։